Մի վախեցեք, բացարձակ մի վախեցեք, ինչ իրավիճակում էլ գտնվելիս լինեք, որովհետև դուք փնտրտուքի ճանապարհին եք, ասաց Բագրատ arczepiskopos Գալստանյանը Սուրբ Զատիկի տոնին ընդառաջ իր շաբաթօրյա ելույթում մեկնաբանելով ավետարանից 3 կարևոր դրվագ։ Դրանցից առաջինը հանձնառությունն է, երբ մարդ դժվարության հանդիպելիս հոգ չպետք է անի, թե այն շատ մեծ խոչընդոտ է։ Սրբազան պայքարի առաջնորդը շեշտեց, երբ մարդ հայտնվում է մի իրավիճակում, որտեղ հարցականներն ու անորոշությունը շատ են, հանկարծ հնչում է այդ խոսքը՝ մի վախեցեք, որովհետև փնտրտուքի արդյունքն ի վերջո ոչ թե խաչելությունն է լինելու, ոչ թե այդ չարչարանքն ու այդպես գերեզմանված լինելը, այլ հարության խորհուրդը, անմահությունը։ Շարունակելով մեկնաբանումը Բագրատ Սրբազանն անդրադարձավ, թե ինչպես մարդիկ կարող են ճշմարտությունը պարզապես վաճառքի հանել փոխարինելով ստով, այն ստով, որը հարմար է իրենց եւ հանրային կյանքն ամբողջությամբ դարձնել այդպիսին, եւ որ մեր կյանքը լի է նման պատկերով։ Հիշում եք նաեւ, որ այդպիսին է նաեւ Հիսուսի մատնության դրվագը, դարձյալ գումարով հայտնի դարձած բոլորիս համար սիմվոլիկ կերպով 30 արծաթի պատկերով։ 30 արծաթ, որը դարձավ նաև արյան եւ վախճանի պատճառ։ Հիսուսի մատնության մասին խոսելիս Բագրատ Սրբազանը նշեց, որ ով նրա մերձակա շրջանակից էր, չդիմանալով գայթակղությանը արդյունքում 30 արծաթի պատկերով մատնեց ճշմարտությունը, մատնեց արդարությանը։ Մյուս կարևոր կետերից է նաև այն, որ վախի տագնապի անգործության մեջ գտնվելիս միտքը չպետք է դադարեցնի ճանապարհների փնտրտուքը եւ այն հաստատակամ համոզումը, չվախենալով այդ բոլորից համառորեն ընթանալու դեպի իրագործում։